Նախորդ ամսին ամենաթեժ քննարկված թեմաներից մեկը Գուսան Արամ-Ասատրյանի թոռան, կրտսեր Արամ Ասատրյանի և նրա սիրելի Աննայի ամուսնությունն էր։ Աննան և Արամը Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանել էին Հայաստան, հենց այստեղ մեծ շոկով պատրաստվել իրենց կյանքի կարևորագույն օրվան։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից և աշխարհի տարբեր կետերից Հայաստան էին ժամանել մի շարք հյուրեր, նրանք մի լավ ուրախացել էին, միմյանց հետ վայելել գեղեցիկ օրն ու երջանկություն մաղթել նորապսակներին։ Հավելենք, որ այս հարսանիքի ամենաշատ քննարկվող թեման այն էր, որ նախքան հարսանիքը, երբ զույգը նոր էր նշանադրվել, նրանք գնացել էին Տիգրան Ասատրյանի տուն, նրա որդուն Արամ Ասատրյանին և նրա կնոջը խնդրանք առաջարկով դիմել լինել իրենց միության, իրենց հարսանիքի քավորը։ Երկու կողմը այս կադրերը հրապարակել էր ինստագրամյան հարթակում, պատմելով, որ հարսանիք է լինելու, իսկ քավորն առաջարկվել է լինել Տիգրան Ասատրյանի որդին Արամ Ասատրյանը։ Այդ օրից ի վեր բոլորը խոսում էին այն մասին, որ հարսանիքի քավորը հենց կրտսեր Արամ Ասատրյանն է լինելու, սակայն հարսանիքի օրը պարզ դարձավ, որ Տիգրան Ասատրյանի որդին մերժել է հորեղբոր որդու հարսանիքի քավորը լինել, այլ նաև չեն էլ եկել ողջ ընտանիքով Հայաստան և չեն մասնակցել Սեթրակի որդու հարսանիքին։ Այս թեման շատ արծարծվեց այնքանով, որ Արտաշ Ասատրյանը, լինելով հայրենիքում, մեծ ակտիվությամբ մասնակցություններ ցուցաբերում, հենց իր տանը սկսվեց վաղ առավոտից հայ ավանդական հարսանիքի բոլոր տարրերը, սակայն Տիգրան Ասատրյանի ընտանիքից որևէ մեկը չեկավ Հայաստան, ներկա չգտնվեց հորեղբոր որդու հարսանիքին։ Շատերը նշում են, որ միգուցե մուտքի և ելքի խնդիր ունեն Ասատրյանները, բայց ընդամենը այս հարսանիքից մեկ ամիս առաջ Արման Ասատրյանը եկել էր Հայաստան, քանի որ կրկին քավոր էր, այսինքն ստացվում է Արման Ասատրյանը կարողանում է իր բարեկամներից մեկի համար գալ Հայաստան իր նշանածի հետ և լինել նրանց մկրտության քավորը, սակայն երբ հարցը վերաբերում է իր երջանկահիշատակ հորեղբոր որդու հարսանիքին, նրանք մերժում են Հայաստան գալը և ներկա գտնվելը այս կարևոր և հիշարժան օրվան։ Թե ինչ է տեղի ունեցել Սեթրակ Ասատրյանի որդու և Տիգրան Ասատրյանի որդիների միջև դժվար է ասել, սակայն փաստը մնում է փաստ, որ ողջ ընտանիքից գոնե մեկը կարող էր գալ Հայաստան և լինել Արամ Ասատրյանի կողքին։ Սակայն այս ընտանիքը մերժեց լինել Հայաստանում, մերժեց ներկա գտնվել այս կարևոր օրվան և աջակցել Արամ Ասատրյանին, ում հայրը տարիներ առաջ մահացել է։ Մեզ մնում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը, հասկանալ, թե ինչ սևկատու է անցել այս ընտանիքների միջև, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ստիպել են մերժել և Հայաստան չգալ Տիգրան Ասատրյանին և նրա ողջ ընտանիքին։ Իսկ մենք առանձնացրել ենք այս հարսանիքից ամենահիշարժան և դիտված կադրերը և դրանք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։